Ստեղ ինչ ունեիք էլ քննարկել։ Մի հատ կարևոր կոռուպցիոն բան կա, որ սրանք սիրում են, չէ՞։ Բան անել, այդ ասում էր բան համակարգված կոռուպցիա ոնց էր կոչվում։ Համակարգային կոռուպցիա չկա եւ այլն։ Ես գիտես ոնց, սրանք ոչ մի բան համակարգային չունեն, ախպեր, դա անհամակարգ վիճակ է։ Նույնիսկ համակարգերը, որը պետք է աշխատեն, համակարգ չեն։ Սրանց կոռուպցիան ոնց է, ով ինչ կարում գողնում է։ Սրանց ոնց է, ով ում բռնում դոմփում է, ով ինչ կարում գողնում է։ Խառը sense պորնո է, ուրեմն ինչա կատարվում, ախպեր։ Գնել Սանոսյան կա մի հատ, չէ՞, նախարարը հիմա 18 թվից բարձրաստիճան պաշտոնյա եղել։ Տարբեր տեղերի։ Տարբեր տեղեր, հա, հետո տարածքային կառավարում էր մի բա, չէ՞, եթե չեմ սխալվում։ Մի խոսքով հիմա չգիտեմ էլ ինչ անում, մի խոսքով, բայց շորելի պաշտոնյա, ինչ է հիմա դա։ Չգիտեմ, հիմա կբա պաշտոնյա է։ Հա, բա ինչ ախպեր։ Ինչ է, միանշանակ պաշտոնյա։ Մա տասեք էլ ինչ է, աստեղ դուք իմանաս։ Հուշի մեջ։ Տարածքային կառավարման հետակառուցվածքների նախարար։ Տարածքային կառավարման հետակառուցվածքների նախարարն է հիմա։ Ահա, նախարար մարդ, հա։ Մերը թոշակառու կինա 60 անց, տենց 79։ Բայց միլիոնատեր է, չէ՞ էլի։ Ախպեր տուն է կառուցում Ավանում։ Մերը։ Մերը $300,000-ով։ Այսինքն 50,000-ին մոտ փող տվել են հողին, իդեպ բոլոր ռիելտորների, այսպես ասած, գնահատականով կրկնակի էժանա շուկայական գնից։ 50,000-ը դե տվել։ Տենում են ախպեր, ասում են դու կարող ես գնել Սանոսյանի մայրիկին։ Նմանություն կա երևի։ Կամ Ալենի, ասում է չէ, գնել Սանոսյան, ասում է վայ, այս տունը 100,000 արժի, բայց այս 50,000, վելի ասում է չէ, 100-ը։ Դա մենակ հողը։ Ու հաշվելա հետքը, ուրեմն արելա հետաքննություն մոտավոր հաշվարկներով, իսկ իրանք իդեպ հաշվում են շատ համեստ հետքը, ոչ թե որտենց որ սխալ դուրս չգան էլի, որտեվ շատ օգտակար գործ են անում, իդեպ շատ։ Մոտ $250,000 էլ ծախսվում է, այս տան վրա արդեն վերջին փուլն է, էլի դրա համար կարելի է վստահաբար տալ գնահատական, նաև այդտեղ էքսպերտներ են ներգրավել։ Մի խոսքով, այս թոշակառու կինը համեստ $300,000-անոց տուն է կառուցում իր համար։ Բայց գիտես ինչի է համեստ, որտեվ են Արմեն Փամբուխչյանը ինչա։ Փամբուխչյանի հերը, որ մի քանի 100 միլիոնի բաներ, չէ՞ բեկա։ 6-7 միլիոն դոլարի վարկ էին տվել, արա այդ 70 քանտարական մարդը։ Դեմ աղբերես վստահելի մարդ է։ Սենց նայում ես դեմքին, ասում ես էլի 100 տարի էլ ապրել է։ Ասում ես 120 տարի ապրելու նախ առաջինը սկսեն կտեից, որտեվ ինքը Արմեն Փամբուխչյանի հերն է։ Հարցնում են, ասում են հայրիկ ջան, կարող է դուք պաշտոնյայի հայր եք, ասում է այո, ասում են ում հայրն եք, ասում է Արմեն Փամբուխչյան, ասում է ոնց։ Բա որ Արմեն Փամբուխչյանի հայրն եք, ինչ $200,000, $7 միլիոն, լավ է, ասում են այո, դե վсё գնաց։ Էս է այս երկիրը, էս են սարքի ապե, ծաղր ու ծանակի ենթակա, մեկի թոշակառու մերն է $300,000-նոց բան սարքում, մեկի հերը $6 միլիոն վարկաստանում անհասկանալի բանով։ Մեզ որ վարկա պետք է լինում, սա սկսում են խոսալ ախպեր, բա որ sense բա որ ընդ պրատ լավ էլի ախպեր, հապա կընկնեն մեր հետևից բան։ Արա այս մարդկանց արա մի անգամից արա լուսա տալի այդ տղերքի անունները։ Ատես տղա պետք է ունենա մարդ էլի, ասենք ախպեր։ Ալենի նման, Վիլենի նման, չէ, Վիլենին հանել են շարքից։ Բանի նման, Արմեն Փամբուխչյանի նման, բան Ավինյան։ Ավինյան Տիգրանի, Ավինյան Տիգրան բիզնեսները։ Այժմ կոռուպցիայի հոմանիշ է դարել Ավինյան Տիգրանը։ Ու պրիտոմ ընտանիքով է դարել կոռուպցիայի հոմանիշ Ավինյան Տիգրանը։ Ոչինչ, ամեն ինչ ժամանակավոր է, ժամանակը գալու է, ժողովուրդ ջան, վստահ եղեք, ժամանակը գալու է։ Մեզ արդեն հուշում են, դե մեր հետևորդները բավականին տեղեկացված են, ասում են Գևորգը ՔՊ-ական Արման Եղոյանի քեռակնոջ եղբայրն է։ Որ Գևորգը Մարլենկայի։ Հա։ Այսինքն կարող է ասենք Արման Եղոյանի, դրան ճանաչում ես։ Գիտեմ, հա։ Քեռակնոջ, քեռու կնգա աղբերը։ Հարազատ աղբերն։ Երևի հարազատ, չեմ մանր։ Դες չես հանգամանքները մանր պարզում ենք Գևորգ Մարլենկաները պատրաստի։ Այս Սանոսյանը ասում է Լիդիանում կառավարության ներկայացուցիչ է, այլ նախարար չի, դե ինչև է լավ, ինչ ուզում ալնի, դրա է շտիրոշմերն էլ այդտեղ այդ Սանոսյանը։ Ամեն դեպքում կոռուպացված գործիչ է, որովհետև մերը $300,000 մերը ինչ է, դե թոշակ ինչքան պետք է լինի, որ կարող է հասել ենք ուժանենց բանա, աշխարհի top ենք, որ $40,000 ասենք թոշակը։ ՔՊ-ական պաշտոնյայի մայրաց հավը տանեմ։ Իրանց նկատմամբ իրանց թոշակը էական չի։ Էական չի, հիմա օրինակ Փամբուխչյան Արմենի հայրը ինչքան թոշակ պետք է ստանար, որ $6 միլիոն վարկ տա ինձ հավը տանեմ, կասես ինձ մի հատ։ Օրինակ ինչ պետք է, օրինակ ինչքան էլի հլարի մի հատ պատկերացնենք, $6 միլիոն վարկ, հա, թող 20 տարով տված լինեն։ Ենթադրենք այդ մարդը 80 տարեկան է կամ 70, հաշվել են որ 90-ից 100 տարի հետից կապրի այս մարդը։ Կամ լավ 80-ը ասել են 30 տարով տանք 110 տարի կապրի, երկարակեցության գեն կա մեջը։ Ինչքան պետք է ստանաս, որ 30 տարում $6 միլիոն փագես ախպեր ջան, ու կարողանաս նաև ապրես։ Դե ես մի հատ ծանոթ ունեի, գնացել էր վարկեր վերցրել տան համար։
տան գումարից $30,000 ավել։ Հմ։ Ասում էի, բայց խես էս $30,000, ասում եմ, որ միջև տունը սարքել է կանանամ վարկը տամ։ Տարբերական։ Կարող է վարկը վեկանել, որ վարկ փակի, դա չես կարող ասես։